Ողջույն սիրելիներս, այսօր աղջիկներով գնում ենք Արզնի, մնացեք մինչև վերջ դիտեք հոլովակը, որ տեսնեք ուր են գնացել, ինչ արժեքներ կան եւ ինչ համեղ ուտելիքներ կան այնտեղ։ Ես ու Վարդը ճանապարհին մտել ենք խանութ, իսկ մեր մնացած երկու ընկերուհիները արդեն հասել են Արզնի, ավելի կոնկրետ գնում են Գետափ հյուրանոց, ավելի մանրամասն ցույց կտամ ինչ կա Գետափում, արժի գնալ, չարժի գնալ, ինչ արժեքներ կան եւ խոհանոցը համեղ է, թե ոչ։ Դիտեք հոլովակը մինչև վերջ, որ բացահայտենք միասին։ Չեմ ջոգում, ես որտե այնց ուզում գցի։ Մեր գեղեցկուհիներին հանդիպեցինք, վեշերները ստանում ենք ներս, ու դες ցույց տամ աղայլը։ Մտնում ենք ներս, այս կողմը տաղավարներ են, որ կարող եք ուղղակի գալ, ձեր օրը վայելել, մանղալով, հավես լավ այդ մարդկանց չնկարեմ։ Այս հատվածում գիշերակացով տեղերն են երկու հարկ, պատշգամբով, մերն էլ այդպիսին երկու սենյակ ենք վերցրել, մի հատը դելյուքս, մի հատը սովորական, հիմա ցույց կտամ ներսում ինչ կա։ Առաջինը ստանդարտ համարն է։ Այստեղ մեր վեշերն ա դրած, ուշադրություն մի դարձրեք։ Երկու հոգանոց դվող անկողին, այստեղ սառնարան, պահարան, լոգարանը և դուրս ա գալիս պատշգամբ։ Սա սովորական ստանդարտ համարն է։ Այստեղ դրված է հավելյալ մահճակալ, եթե 3 հոգով եք կամ երեխայի հետ եք, կարող եք երեխային այս հատվածում բացել ու քնացնել այստեղ։ Սա դելյուքս տարբերակն է, հիմա տեսնենք այս սենյակում ինչ կա։ Սառնարան, սանհանգույց, մեծ։ Այստեղ կա անհրաժեշտ պարագաները, թեյնիկ, սուրճ, թեյ, մեծ անկողին և այսպիսի դիվանչիկ։ Բոլոր համարներում առկա է օդորակիչ և այսպես դուրս ենք գալիս դեպի պատշգամբ բաց ու այունի այս տեսքը։ Քանի որ տևական ժամանակ է ինչ խայտառակ անձրևներ են տեղի ունենում, այդ իսկ պատճառով գետը այս գույնի է, կարծում եմ անձրևների պատճառով է։ Ոչ մի տհաճ հոտ, ինչ-որ տիղմի հոտ, բացարձակ չկա, ես վախենում էի, որ կարա եթե գետի կողքն է սենյակը, կարող է այդպիսի հոտեր լինել, բայց բացարձակ ոչ մի հոտ չկա, դա ֆիքսեք։ Հիմա գնում ենք դեպի Լողավազան, այստեղ իրանց ուտելու տեղն է, գիտեմ սենց, մարդիկ են նստած, հետո կնկարեմ։ Ազանների կողքով գալիս ենք և հայտնվում ենք այս հրաշք վայրում, այստեղ սպա կենտրոնն է իրենց և այսպիսի հրաշք բնական, ինչ են ասում, ջրվեժներ կան այստեղ, ուզում եմ անպայման ձեզ ցուցադրել հենց Արզնի ջրով ջրվեժը ու Լողավազանը, խնդրեմ, տեսեք ինչ հրաշք է, ասեմ, որ այստեղ 15-ից 20 րոպե ավել չեք կարող մնալ ջրի մեջ, ծանր է ջուրը իրականում, բուժի չանքային Արզնի ջուրն է սա, եթե օրինակ այս Լողավազանից դուրս մտնեք մաքուր Լողավազանի մեջ, մաշկը միանգամից ծակծկում է, ուշադիր կլինեք։ Շատ սիրուն է, ապա բնականը, ամեն ձև սիրուն է։ Այստեղ էլ բանյաներ ունեն, ավելի մանրամասն ներսից կնկարեմ, թե ինչ պրոցեդուրաներ են այստեղ իրականացնում, բայց որ գաք անպայման կգաք այստեղ ու կվայելեք այս ջուրը, լուրջ եմ ասում։ Բանյա մեկն է, հիմա մտնենք ներս, տեսնենք ինչ կա այստեղ։ Ահա, այստեղ վերևում ջուր է լցվում, ուրեմն դուշովե կաբինաներ ունեն այստեղ, բայց այստեղ ինչ են անում, ես չգիտեմ,
մանրամասները չգիտեմ, ովքեր որ երբևէ եղել են ռուսական բաղնիքում, խնդրում եմ լուսաբանել ինձ, այստեղ լույսը շատ թույլ է, բայց կփորձեմ այստեղից էլ կադրեր ներառել, ինչ լավն է հոտը փայտի, ինչ որ վենիկներով ծեծում են այստեղ, դա գիտեմ։ Սա առաջին տարբերակն էր, հիմա երկրորդ բանյան ենք մտնում։ Սա ցուցադրեմ արժեքները, այստեղ կան արժեքները արդեն իսկ նշված։ Կարող եք ֆիքսել։ Ու հենց ոնց որ ռուսախոս սաղ չի կա այդ ամեն ինչը անում, չգիտեմ ռուսա, թե որտեղից եկած։ Սա բանյա երկուսն է։ Եկեք մտնենք, տեսնենք այստեղ ինչ կա։ Էլի նույն ամեն ինչն է, կարծում եմ ամեն ինչ նույնն է։ Եվ այստեղ ունեն մասաժի սրահ, մերսկան սրահ, ու այստեղ հանգստի սենյակ։ Իդեալական ընտանեկան հանգստի համար կամ ընկերներով, չգիտեմ, ամեն բան մտածված է ձեր օրը ռելաքս դարձնելու համար։ Են ազգուշկեն ոնց, հա։ Յոն Սարում ես։ Տանաշյոցը մանդիական, համավար շատ միշտ։ Անուշելնի հոպար ջան։ Աժոտաժա խառը մեր սենյակում, սեղան ենք դրել։ Ռոմանտիկ։ Ու բոլորս ինչ-որ կալորիաներ ենք էլի հաշվում, այսինքն գեղեցիկ տեսարանում, հիմա սրճելու ենք։ Ով սրճի, ով խմի, ես չգիտեմ։ Մի խոսքով շատ լավ եղանակ կա, մեզ բարի ժամանց։ Մերին թույն խաղում է, թույն էր, հիմա ջեմա վարդ զույքն է խաղում, տեսնենք, դու կրնաս, լավնա, ինչ ուզում անում են, նեի, արդեն գիշերվա 1000-ն է ու որոշել եմ հոգեբանական թեստեր անցկացնել ընկերուհիներիս հետ, ինչ շատ հետաքրքիր է, երբ որ դուք ընկերուհիներով հավաքվում եք, ձեր առօրյան, ձեր օրվա ավարտը ինչպես է ավարտվում, որ հավաքվում եք միասին, նստում եք, բոլոր թեմաներից խոսում եք, քննարկում եք, բա հետո ինչ եք անում, գրեք կոմենտներում, ինչ շատ հետաքրքիր է։ Մեզ մոտ այսպիսի հետաքրքիր ավարտներ են լինում, կամ խաղեր, կամ հոգեբանական թեստեր, կամ իրավիճակների քննարկումներ, գրեք մեկնաբանությունում։ Բարի լույս, մենք նոր ենք արթնացել, գնում ենք նախաճաշի։ Բաներին մոտը տա։ Կոֆե։ Մենք արդեն տուն ենք վերադառնում, շատ լավ որ ենք ունեցել, խորտ կտակ աղջիկներ նորից Իհարկե, շատ հավես է, եթե դուք կարողանում եք հետաքրքիր կազմակերպել։ Այո։ Հա, բայց զբաղվելու լիքը բաներ կար։ Այո, համ զբաղվելու, համ մաքուրոտ, համ հավես, չգիտեմ, հաստատ խորհուրդ ենք տալիս ընկերներով կամ ընտանիքներով, եկեք մեկ օր գոնե վայելեք այստեղ։ Ու այլևում է գետա։